Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք լցոնած սմբուկ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է խոզի փափկամիս, սող, սմբուկ, գազար, նեխուր, ընկույզ, աջիկա եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մառանիկ։ Կան իհարկե բաղադրիչներ, ընթացքում կկողմնորոշվենք։ Սկսենք կարտոֆիլից։ Տեղադրում ենք տախտակը եւ մշակում կարտոֆիլը։ Վերցրել եմ 1 քաղցր կարտոֆիլ։ Կտրում ենք ծայրերը, կլպում ենք։ Լվանում ենք։ Կարտոֆիլից խյուս կպատրաստենք, որ լցոնենք սմբուկները, որպեսզի արագ եփվի կարտոֆիլը, մանր կկտրատենք, վերցնում ենք կաթսան, կարտոֆիլը կտրատում ենք մանր, Վրան եռացրած ջուր ենք լցնում, այնքան որ կարտոֆիլը ծածկվի։ Մի պտղունց մառանիկ ընկերության աղ ենք լցնում եւ խաշում ենք։ Հենց փափկեց, կքամենք եւ խյուսի կվերածենք, անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա սմբուկն է, կարելի ասել օրվա հերոսը։ Ինչ ենք անում նրա հետ, կտրում ենք երկարությամբ, երկու մասի, պտղակոթը չեմ հեռացնի, այսպես ավելի գեղեցիկ է ստացվում։ Փորում ենք, պտղամիսը պահում ենք։ Խորոչ ենք ստեղծում, որը եւ կլցոնենք։ Կարելի անմիջապես գործի դնել ջեռոցի տապակը, մինչև լցոնելը առաջարկում այս ստացված նավակները մի փոքր ջերմային մշակման ենթարկել։ Ջեռոցի տապակի վրա փռում ենք սիլիկոնե գորգ, խորոճը սմբուկի յուղում ենք, բուսայուղով, համեմում ենք աղով, մառանիկ ընկերության, եւ շարում ենք սիլիկոնե գորգի վրա։ Նույն կերպ կմշակեմ մնացածը։ Դու կողք գնա, դու կողք գնա։
Սա ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով։ Երկու 100 աստիճան։ Թողնենք թող մի փոքր եփվի, թեթև վարդագունի։ Սոխերած ենք անում։ Սոխը առաջարկում եմ տապակել հալած յուղով։ Անում ենք հալած յուղը եւ այն ամեն ինչը, որը մեզ կարող է պետք գալ կերակուրը պատրաստելու համար։ Դու եւ դու էլ արի։ Լցնում ենք 2 ճաշի գթալ հալած յուղ եւ մշակում ենք սոխը։ Կվերցնեմ 1 մեծ գլուխ սոխ։ Կկտրատեմ այն փետրաձև կամ մանր կտրատենք, որ ավելի հարմար լինի լցոնելու համար։ Մենք հիմա պատրաստում ենք լցոնը։ Անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության շաքարավազով։ Աղով եւ սոդայով։ Թող սոխը տապակվի, շատ արագ ջրքամենք կարտոֆիլը։ Քաղցր կարտոֆիլը արագ է եփվում։ Տեղափոխում ենք ապակյա թասի մեջ։ Տրորում ենք, այսինքն խյուսի ենք վերածում։ Քանի դեռ կարտոֆիլը տաք է, ավելացնում ենք մոտ 25 գրամ կարագ, օգնության է գալիս սիլիկոնե բահիկը։ Մոտ 50 գրամ կաթի սերուցք ենք ավելացնում։ Համտեսենք։ Հրաշալի քաղցր, նուրբ, մի փոքր աղ է հարկավոր։ Մարանիկ ընկերության աղ ենք ավելացնում։ Եվ
Ծածկում ենք կափարիչով, դնում ենք կողք։ Կափարիչ։ Վերադառնանք սոխերացին։ Հենց սոխը ներփացավ, ավելացնում ենք հալապենո պղպեղ։ Հեռացնում ենք պտղակոթը, մանր կտրատում։ Տեսնենք ինչ վիճակում են սմբուկները։ Ճիշտ ժամանակն է հանելու։ Այն դեռ շարունակվել է ջերմային մշակման ենթարկվել։ Թող հենց այսպես էլ մնա։ Մշակում ենք նաև պտղամիսը սմբուկի, կտրատում և լցնում ենք տապակվող սոխի վրա։ Կավելացնեմ նեխուրի ցողուն, մեկ փոքր ցողուն նեխուրի։ Այժմ նախապատրաստենք խոզի փափկամիսը։ Վերցրել եմ 400 գրամ յուղոտ, կարելի ասել յուղոտ փափկամիս խոզի։ Կտրատում ենք հարմար չափերի և աղում ենք։ Խոզի փափկամսի հետ կաղանք նաև սխտոր։ Մեկ, երկու, երեք բճեղ սխտոր, միջին չափի։ Անմիջապես կփոխենք դանակը և տախտակը։ Անմիջապես լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա։ Համեմ ենք, տեղադրում ենք տախտակը, կվերցնեմ մեկ ճուղ, մեկ թարմ ճուղ հազրևարդը շատ է, կեսը կվերցնեմ, տերևներն ենք օգտագործելու միայն։ Մանր կտրատում և լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա։
Հենց միսը կարմրեց, ավելացնում ենք 50 գրամ ընկույզ։ Մանր կտրատած։ Անմիջապես կավելացնեմ նաև 2 ճաշի գթալ աջիկա։ Այս խճողակին կառաջարկեմ ավելացնել նաև թարմ կանաչիներից փոքր փունջ մաղադանոս եւ համեմ։ Ստացվեց մի ամբողջական փունջ միասին։ Կես մաղադանոս, կես համեմ։ Լցնում ենք թարմ կանաչին և կրակը անջատում։ Եվս մեկ անգամ խառնենք։ Եվ սա լցնում ենք կարտոֆիլի խյուսի վրա։ Լավ, տակն ու վրա ենք անում, խառնում ենք բաղադրիչները և լցոնում ենք սմբուկները։ Հերթով սմբուկները տեղափոխենք և լցոնենք։ Նույն կերպ լցոնում ենք մնացած սմբուկները։ Չեմ կարող չփորձել։ Հենց այսպես կարելի է ուտել։ Սա առանձին շատ համեղ ուտեստ է։ Կառաջարկեմ վրան քերած պանիր շախտալ, մանր անցքերով քերում ենք յուղոտ պին պանիր, մոտ 50 գրամ։ Ջեռոցը չի անջատել։ Մնացել էր միացրած գրիլ եղանակով 200 աստիճան։ Դնում ենք սմբուկները, թողնում ենք մինչև պանիրը հալվի, վարդագունի, որից հետո մնում է ընդամենը ըմբոշխնել, ասեմ, շատ համեղ է։ Լցոնած սմբուկ։ Քաղցր կարտոֆիլ կլպել, լվանալ, մանր կտրատել, վրան եռացրած ջուր լցնել, աղանել, խաշել, կարտոֆիլը ջրքամել, կարագ դնել, կաթի սերուցք լցնել, աղանել, խյուսի վերածել, սմբուկը կիսել, միջուկը փորել հանել, ստացված նավակները յուղել, դնել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակին, 200 աստիճան տաք ջեռոցում գրիլ եղանակով խորովել, մինչև թեթև վարդագունեն, հալած յուղով սոխեռած անել, անմիջապես համեմել շաքարավազով, աղով և սոդայով։ Սոխեռածին մանր կտրատած հալապենո կծու պղպեղ ավելացնել, սմբուկի մանրացրած միջուկները լցնել, նեխուրի կտրատած ցողուն ավելացնել, խոզի փապկամիս և սխտոր միասին աղալ, լցնել սոխեռածի վրա, հազրևարդի մանր կտրատած տերևներ, ընկույզ,
աջիկա, մաղադանոս, համեմ ավելացնել, խառնել, լցնել կարտոֆիլի խյուսի վրա։ Սմբուկից նավակները լցոնել խճողակով, վրան քերած պանիր շաղ տալ, 200 աստիճան տաք ջեռոցում գրիլ եղանակով եփել, մինչև պանիրը հալվի եւ վարդագունի։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, ավելուկ, ընկույզ, սալորաչիր, հալած յուղ, լոլիկիչիր եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանում։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։